Այսինքն Փաշինյանը Ալիևի պահանջները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված փակելու հարցը բոլորը բավարարել է, առանց նախապայմանների բոլորը բավարարել է, բոլորը անխտիր, եւ եկել Հայաստան եւ ամբողջ մամուլը, ամբողջ մեդիան, նաեւ ձերեթերում են նման մարդիկ հայտնվում, թմկարում էին, որ այլևս Արևմտյան Ադրբեջանի թեման փակա եւ մենք կարող ենք խաղաղ հանգիստ ապրել։ Հիմա գնում է հասնում է Գերմանիա, չգիտեմ, Ֆրանկֆուրտում էր թե Մյունխենում էր էական չի, այնտեղ խոսում է այն մասին, որ ինքը լրագրողների միջոցով, այդքան ամիս անց հայերեն լեզվով առաջարկ անում, հույս ունի որ լրագրողները կթարգմանեն ու Ալիևը դա կկարդա։ Դա հասկանում եք, դա դիվանագիտական բանակցային գործընթացի նոնսենս է, աբսուրդ է։ Չի կարող, ախր լուրջ մարդիկ ենք, էլ այսինքն դու Ալիևի հետ 1000 անգամ հանդիպել ես։ Դոհա ես հանդիպել, Դոհայից հետո գնացել ես Վաշինգտոն, ասել ես բոլոր հարցերը կարգավորված է։ Հացահատիկ ես առնեմ իրանից։ Հիմա նավթամթերք ես առնեմ, եւ այդ փողը օգտագործվելու է մեր վրա կրակելու վրա։ Վերջում ասում ես, որ այդ խնդիրները կարգավորված չի, նոր առաջարկեմ ճանապարհային քարտի։